Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը ու Սերդար Քլչը Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Թուրքիայի փոխնախագահի հետ մտքերի արդյունավետ փոխանակություն է տեղի ունեցել եւ որ ողջունել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ արձանագրության ստորագրումը։ Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Յիլմազը X-ի բլոգում իր հերթին նշել է, որ Անիի կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նույնպես կնպաստի խաղաղության եւ անվտանգության ամուր միջավայրի ստեղծմանը։ Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանային համագործակցությանը։ Ալիևը այդպես էլ չժամանեց Հայաստան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մարտահամալիրում հավաքված արտասահմանցի ու հայ բարձրաստիճան պաշտոնյաները բախտ ունեցան Ալիևին տեսնել, լսել տեսակապով։ Եվ ի զարմանս շատերի Ալիևը ինչպես միշտ սկսեց վիրավորել հայ ազգին։ Արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներին անվանելով սեպարիստներ, պատերազմական հանցագործներ։ Ալիևը նեղսրտած էր նաև Եվրոպական խորհրդարանից։ Ապրիլի 30-ին այդ կառույցը բանաձև էր ընդունել դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդների անօրինական կալանավորումը։ Եվրոպական խորհրդարանը պահանջում էր նաեւ անհապաղ ազատ արձակել նրանց։ Ադրբեջանի նախագահը նեղսրտած է, ասում է Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը։ Տարածելով զրպարտանք եւ սուտ պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը։ ԵԽԽՎ-ի համար երկակի ստանդարտները դարձել են աշխատելավոճ, քանի որ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ԵԽԽՎ-ն մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանական պատվիրակության նկատմամբ։ Եվրոպական խորհրդարանը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում։ 2021 թվականի մայիսից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը Եվրախորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք վիրավորական կերպով սուտ տեղեկություններ են պարունակում Ադրբեջանի մասին։ Thank you, Mr. President. Իդեպ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ 2028 թվականին կկարողանա այցելել Ադրբեջան, մասնակցելու Բաքվում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Now we have peace with Azerbaijan. Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որ ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Եվրոպական խորհրդարանի նախագահը արտահերդ ելույթ խնդրեց, հայտարարելով, թե Ալիևի հայտարարությունները անարձագանք չպետք է մնան։ Կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել, ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից եւ դրանց արդյունքները գուցե անհարմարություն է ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք։ Միջազգային լրատվամիջոցները եվրոպացի պաշտոնյաներից են փորձում տեղեկանալ, Հայաստանին կհաջողվի Եվրամիություն մտնել, կայակալասը, թե Հայաստանն ինքը կորոշի։ Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում։ Այստեղ մեկ ամսից ընտրություններ են։ Իհարկե եվրոպական հեռանկարը սեղանին է եւ Հայաստանը ինքը կորոշի։ Ֆրանսիայի նախագահը կարելի է ասել Զվարթնոց օդանավակայանից միանգամից հայտնվեց Երևանի կենտրոնում։ Հանդիպումներ, տեսալուսանկարահանում անցորդների հետ, երևանցիները ծափ ողջույններով են դիմավորում Ֆրանսիայի նախագահին։ Նախագահ Մակրոնին առավոտյան էլ մարզահագուստով նկատել էին Հանրապետության հրապարակում երկու մեծ շների հետ։ Մակրոնը մինչև կմասնակցեր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, վաղ առավոտյան հասցրեց նաև վազել Երևանի կենտրոնում։ Մակրոնի նմանատիպ հայասեր վերաբերմունք ամբողջ հայազգը տեսել էր նաև տարիներ առաջ։ Այն ժամանակ էլ «Բանժուղ լա Աղմենի», «Ժտեմ լա Աղմենի» հայտարարելով Մակրոնը շրջում էր երևանյան փողոցներում, պարում նոր իշխանության եկած կառավարության ղեկավար անդամների հետ։ Թե ինչ եղավ հետո հայ հանրությունը չի մոռացել։ Հայաստանի եւ Արցախի դեմ ռազմական էսկալացիա Ադրբեջանի կողմից, Հայաստանի ինքնիշխան տարածքների կորուստ, Արցախի հայաթափում։ Մակրոնը չէր պատկերացնի, որ օրինակ ժամանակին սիրով կարող էր գալ Հայաստան, բացատրում է թե ինչու։
8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է։ Այս երկիրը 8 տարի առաջ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ եւ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը եւ այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը եւ շահեց դրա արդյունքում եւ որոշեց, որ խաղաղությունը եւ Եվրոպան առաջնային ձգտումն են։ Հայ քաղաքագիտական համայնքը տեղն ու տեղը արձագանքեց, պարզապես հիշեցնելով Մակրոնին, որ Ֆրանսիայի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում, թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին եւ թե Ֆրանսուଆ Օլանդը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործընկերության շարունակական խորացումը, ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների եւ պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կայունության ուղղված ջանքերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Հայաստանի եւ Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա եւ այսօր այն արձանագրվելու է հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմամբ։ Երկրի ղեկավարն ընդգծել է Հայաստանի եւ Խորվաթիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը եւ վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ եւ ընդլայնվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը շարունակում է ակտիվ բանակցությունները եվրոպացի գործընկերների հետ միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ, ներառյալ Ուկրաինայի աջակցությունը եւ Եվրամիությանը անդամակցելու նրա ուղին։ Զելենսկու խոսքով մոտ ժամանակում Ուկրաինան մի շարք օտարերկրյա առաջնորդների հետ կքննարկի երկկողմ եւ բազմակողմ շփումների հետագա զարգացումը, այդ թվում Լեհաստանում հանդիպումների ձևաչափով, որտեղ սպասվում է արտասահմանյան պատվիրակությունների ընդունում։ Առավոտից մարզահամերգային համարիրի մոտ ակցիա է անցկացվել, որի նպատակն էր Երևան ժամանած եվրոպական առաջնորդների եւ Եվրամիության ղեկավարների ուշադրությունը հրավիրել Բաքվում պահվող հայ գերիների եւ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների հարցին։ Ուկրաինայի դրոշներով ակտիվիստների հայտնվելը զայրացրել է ակցիայի մասնակիցներից մեկին։ Նա պահանջել է, որ նրանք հեռանան եւ չխանգարեն տեղ հասցնել իրենց ուղերձը։ Լեզվակռիվ է սկսվել, արդյունքում հայկական ակցիայի մասնակիցների ճնշման ներքո եւ ոստիկանության միջամտությունից հետո ուկրաինական դրոշներով երիտասարդները լքել են հարող տարածքը։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Գագաթնաժողովի առիթով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տուսալասը երեկ այցելել է հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Հունական պատվիրակության հետ հարգանքի տուրք մատուցեցի հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին, ասել է Տուսալասը։ Նա մասնավորապես նշել է, որ 111 տարի անց էլ ցեղասպանությունը չի ավարտվել, քանի որ այդ ողբերգական իրադարձությունների հիշողությունը մնում է եւ պատմական ճշմարտությունն ընդունելու անհրաժեշտությունը դեռևս չի բավարարվել։ Մենք հավատում ենք, որ միայն անջնջելի հիշողությամբ է, որ նմանատիպ ցեղասպանության հանցագործությունները ապագայում չեն կրկնվի, ասել է Հունաստանի նախագահը։ Իդեպ երեք ծիծեռնակաբերդ է այցելել նաև Կանադայի արտգործնախարարը։ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում հյուրընկալել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովային։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը եւ Իլիանա Յոտովան ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Իդեպ նախորդին Փաշինյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, Լիտվայի, Կանադայի եւ Կոսովոյի վարչապետների հետ։ Ադրբեջանի տարածքով պարարտանյութով բեռնված 10 վագոնից կազմված շարժակազմ է ուղևորվելու Հայաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում այս մասին, հավելելով, որ երեկ էլ 536 տոննա քաշով 8 վագոն պարարտանյութ է ուղարկվել Հայաստան։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, որ նոյեմբերից ի վեր շուրջ 26000 տոննա ապրանք է Ադրբեջանի տարածքով Հայաստան եկել եւ որ հիմա գործնականում որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից եւս ապրանքներ արտահանվեն։
են։ Աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմինը խստացնում է վերահսկողությունը առողջապահական ոլորտում։ Խոշորացույցի տակ են երկու հիմնական ուղղությունները՝ դեղերի շրջանառությունը ու կոսմետոլոգիական ծառայությունները։ Վարչական տույժերի զգալի մասը ըստ տեսչական մարմնի բաժին են հասնում դեղերին։ Արձանագրվել են ինչպես չգրանցված, այնպես էլ ժամկետանց դեղերի վաճառքի դեպքեր։ Տուգանքները խիստ են, փաստում են տեսչական մարմնից։ Միայն 3600 վերահսկողական գործողություն են իրականացրել։ Հարուցվել է 2414 վարչական վարույթ, ընդունվել է ավելի քան 2000 որոշում տույժեր նշանակելու մասին։ Տեսչական մարմինն արձանագրել է նաև կեղծ դիպլոմներով աշխատելու դեպքեր, որոնց տվյալները փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Միայն այսպես ստուգումներով որևէ արդյունքի հասնելը առնվազն այսպես ոչ կոմպետենտ մոտեցում է։ Չկա տենց բան։ Բայց միևնույնն է այս ձևաչափով մենք հասնենք ոլորտային կամ ենթավորոտի ամբողջական կարգավորման, դա իրատեսական չի։ Երկու լարի վրա խաղացող հայկական կողմը ի վերջո արևմուտք է ցանկանում գնալ, թե Ռուսաստան։ France 24-ի լրագրող Ֆրանսուଆ Պիկարը գրեթե նույն հարցադրման պատասխանն է փորձել ստանալ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարից։ Արարատ Միրզոյանն էլ թե Հայաստանի քաղաքացիներն աջակցում են խաղաղության օրակարգին, նրանք ունեն եվրոպական ձգտումներ։ Դա, այսպես ասած, խայթում է, թե օտարացնում։ Դա Մոսկվային նյարդայնացնում է, թե օտարացնում։ Լրագրողը հետաքրքրվում է նաև հայկական կողմին չի անհանգստացնում, որ դա ռուսներին կստիպի շրջվել հայերից այնպես, ինչպես տեղի ունեցավ ուկրաինացիների դեպքում։ Արարատ Միրզոյանը պատասխանում է, թե կան որոշ կետեր, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր դիրքորոշումներ ունեն։ And a lot of Armenians I've spoken to. Of course, Armenian-Russia relations are not exclusion. Իրոք Հայաստանում կա հիասթափություն, երբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա 3 տարի առաջ հարձակում եղավ, Ռուսաստանը չմիջամտեց Հայաստանի օգտին։ Հայաստանի Հանրապետությունը այդ հարձակման ժամանակ իրական քայլեր, որպեսզի հապկը ներգրավի, չի արել։ Ենթադրում են նաև հասկանալով, որ հապկը չի ներգրավվել։ Հապկի ղեկավարությունը իրենց հերթին նույն կարգով ոչինչ բան չեն արել, այսինքն սա խոսեցի մակարդակով զրույց է, այստեղ նույնիսկ քննարկելու բաներ չկա։ Միրզոյանի ձևակերպմամբ, սակայն Հայաստանը չէր ցանկանա փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդները ըստ նրա կապված են տնտեսական մշակութային առումով։ Այնպես որ մենք կշարունակենք մեր նորմալ բարեկամական հարաբերությունները, ամեն դեպքում սա մեր մտադրությունն է։ Մյուս կողմից փորձագետների գնահատմամբ Հայաստանը չի կարող լինել ԵԱՏՄ համակարգում, տնտեսական օգուտներ քաղել ու դրանք օգտագործել դեպի ԵՄ թեքվելու նպատակով։ Տվյալ պահի դրությամբ եւ առաջիկա տեսանելի ապագայի կտրվածքով խոսել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության, ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ եվրոպական միություն գնալու իրական գործընթացի մասին անլուրջ է։ Այն որ նախընտրական այս շրջանում եւ նաեւ հետընտրական, եթե Փաշինյանին հաջողվի վերընտրել, հետընտրական շրջանում որոշակի օպցիա նրանք կարողանան իրենց հարմար ձևով դիրքավորել։ Կլինեն մեր նկատմամբ լուրջ տնտեսական ճնշումներ եւ որոշակի քաղաքական օրակարգեր կվերանայվեն, դա միանշանակ։ Ռուսաստանը կոչտացրել է իր դիրքորոշումը, անկախ նրանից, թե ով կգա Հայաստանի իշխանության, մեր հետ հարաբերությունները վերանայվել են։ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, նշելով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է եւ այն ըստ արտգործնախարարի հաստատվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ Belief is that people of Armenia they strongly support peace agenda. Մենք վայելում ենք այս խաղաղությունը։ Ավելին, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով մենք ոչ միայն նոր վիրավորներ, նոր զոհեր չենք ունեցել, այլև սկսեցինք երկկողմ առևտուր։ Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրական խաղաղության ապացույց է։ Մենք նախաստորագրեցինք խաղաղության պայմանագիրը եւ հիմա անհամբեր սպասում ենք դրա ինստիտուցիոնալացմանը։ Ըստ Միրզոյանի, Հայաստանը շատ արդյունավետ երկխոսում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը բացելու համար։ Միրզոյանը հայտնել է, որ ամերիկացի գործընկերների հետ քննարկում են, թե ինչպես վերակառուցել երկաթուղիները, որոնք կարող են կապել Հայաստանը եւ Ադրբեջանը, ապա նաեւ Թուրքիան։ Մայրաքաղաքում մայիսի 3-ին հրդեհ է եղել։ Արինբերդում կառուցվող նոր էկոթաղամասի հարևանությամբ ստեղծված կենցաղային ու շինարարական աղբավայրում կրակու ծուխ է նկատվել։ Բավականին մեծ տարածք կա, մեծ տարածք։ Ինչ աղբասեր չկա, թե շինարարական, թե կենցաղային։ Անվատ հողեր կան շատ։
Երևանի շրջփրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկի շրջփրկարարներ են ժամանել Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։ Նրանք մի քանի ժամ վտանգել են իրենց կյանքը, վերահսկողության տակ են վերցրել կրակի օջախները։ Երևանի քաղաքապետի հանձնարարականով հրշեջների աշխատանքը թեթևացնելու նպատակով դեպքի վայրում էին մի քանի ջրատար։ Հետո արդեն աշխատանքներ են իրականացվել կրակի թաքնված օջախները հայտնաբերելու համար։ Երկրորդ մեքենան ա եկել, որպեսզի լիցքավորվի ջրով։ Մեկ այլ հրդեհ էլ մայիսի 1-ին է տեղի ունեցել։ Շիրակի փողոցում գտնվող շինանյութի եւ այլ ապրանքների պահեստային հատվածում կրակ ու ծուխ է նկատվել։ Երևանի շրջփրկարարական ջոկատներից մոտ 8 մարտական հաշվարկ է ժամանել։ Իսկ նրանց աշխատանքը տեղում ղեկավարել է Երևանի փրկարարական վարչության պետն ու պետի տեղակալը։ Նրանք կարողացել են կանխել կրակի տարածումը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք մի քանի հոգու օգնել են, քանի որ ինքնազգացողությունը վատացել էր ծխից։ Հրդեհի պատճառներն էլ պարզվում են։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ից, տեղում պարզվել է, որ տարածքը գազաֆիկացված չի, հետևաբար կրակը գազից չի առաջացել։ Մայիսի 2-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում 21-ամյա Ռոբերտը գազ 2410-ով Արտիկ Ալագյար ճանապարհին դուրս է եկել երթավեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված ու կիսակողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է, օպերատիվորեն ժամանել են Արտիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, արձանագրել նրա մահը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներն ու փրկարար ծառայության Արտիկի շրջփրկարարական ջոկատի հրշեջները։ Ավտոմեքենան կարելի ասել վերածվել է մետաղի ջարդոնի։ Եվս մեկ ողբերգական վթար մայիսի 1-ին է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հոնդա Ֆիթը Թեղուտ Հաղարծին Գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթավեկելի գոտուց, մոտ 30 մետրից ընկել ու հայտնվել Երևան-Սևանի-Ջևան ճանապարհին։ Վթարի հետևանքով 38-ամյա Ալմարան, 12-ամյա Նարեկը, 3-ամյա Սերգոն եւ 14-ամյա Նարեն Դիլիջան բժշկական կենտրոն են տեղափոխվել, սակայն ճանապարհին 14-ամյա Նարեն գիտակցության չգալով մահացել է։ Հավաքվածները հայտնել են, որ վիրավորներն ու մահացած ընտանիքի անդամներ են, բնակվում են Հաղարծինում։ Մինչև գլխավոր ճանապարհում հայտնվել է վթարի հետևանքով վերևից տեսնում եք նաև այն բարձրությունից է ավտոմեքենան բախվել քարերին, ծառերին, տեսնում եք ծառերին էլ է բախվել, կոտրել այստեղ բետոնե մի հատված եւ արդեն հայտնվել ներքևում։ Մայիսի 1-ին Դարբնի գյուղի կենտրոնական փողոցում բախվել են 65-ամյա Հարությունի Մերսեդեսն ու 23-ամյա Արայի վարած բեռնատար գազելը։ Վարորդները վնասվածքներով տեղափոխվել են Ներեբունի բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Նարարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Մայիսի 1-ին Գյումրու քաղաքի Ֆուրմանով 2 աշենքի մոտ գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու շրջփրկարարական ջոկատի հրշեջներն են ժամանել։ Հետո ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Հրշեջփրկարարները մարել են ավտոտնակի ներսում առաջացած կրակը, սակայն այնտեղ գտնվող գույքն ու Մերսեդեսը վերածվել են մոխրակույտի։ Եվ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Բաղրամյան 26 հասցեում բնակելի շենքի այգում, որտեղ տեղադրված են ճոճանակներ եւ կարուսելներ, երեխաները խաղալիս են եղել, երբ ծառի չորացած մի քանի ճյուղ քամու հետևանքով ընկել է։ Բարեբախտաբար տուժածներ չեն եղել, սակայն բնակիչները խնդրում են Երևանի քաղաքապետին ու կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հեռացնել չոր ու վտանգավոր ծառերը։ Երեխեքը խաղում են ու Էնոր ընդեղս նստել որ ծառը ընկել է։ Իրենք բազմաթիվ անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան, կենտրոնի քաղաքապետարան, երևանցիներին հայտնի Բեգոյան Արմենի կանաչապատման հիմնարկին, որպեսզի գան ու այդ վտանգավոր ծառի ճյուղերը էտեն, հեռացնեն։ Բայց ամեն անգամ ասել են կմոտենանք ու արդեն քանի տարի չեն մոտենում։